Որն է մեր այսօրվա դասի թեման, Հայկ ջան։ Օրգանիզմի հումորալ կարգավորում։ Իսկ ինչ է օրգանիզմի հումորալ կարգավորում։ Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում առաջանում են հատուկ օրգաններ, մենզատական գեղձեր, որոնք սինթեզում եւ արտազատում են կենսաբանական ակտիվ նյութեր, հորմոններ։ Դրանք ապահովում են օրգանիզմի աճը, զարգացածությունը եւ տարբեր վիճակում օրգանիզմի հարմարեցության հարմարվելու ունակությունը։ Եվ նրանք տեղաշարժվում են արյան միջոցով։ Նրանց կողմից արտադրված կենսաբանական ակտիվները, հորմոնները տեղափոխվում են արյան միջոցով եւ կատարում են օրգանիզմի հումորալ կարգավորում։ Իրականացնելով օրգանիզմի հումորալ կարգավորումը, լավ։ Անդրադառնանք տնային աշխատանքի կատարմանը, տեսնենք ինչ է հանձնարարված որպես տնային աշխատանք եւ շարունակենք մեր դասը։ Ինչ է հանձնարարված որպես տնային աշխատանք։ Որպես տնային աշխատանք հանձնարարված է պատրաստել բուկլետներ, որոնց կլինի տեղեկատվություն եւ օգտակար խորհուրդներ, որոնց կկիսվեն մեր ծանոթների հետ եւ նրանք ինչ-որ չգիտեն լրացուցիչ տեղեկացնեն։ Լրացուցիչ տեղեկացնեք ծնողներին։ Արել եք տնային աշխատանքը կատարել եք։ Բոլորդ եք կատարել։ Բացի ցույց տուր տեսնենք ինչ ես արել Արման ջան։ Նկարագրել ես։ Ունես օգտակար խորհուրդներ։ Այո։ Ինչ խորհուրդներ ես դու ներառել քո բուկլետի մեջ։ Կարող ես կարդալ։ Առողջ սնունդը կարող է բերել արյան շաքարի կտրուկ դատումների, հիպոգլիկեմիա, գլյուկոզի ցածր մակարդակ, կարող է նվազեցնել կենտրոնացումը, իսկ ինսուլինի նկատմամբ անտարբերությունը առաջացնել հոգնեցություն եւ գիրություն։ Գերձ հարաբերնվածությունը հաճախ հանգարում է բավարար քունը, ինչը բերում է գժվատություն եւ ցածր աշխատունակություն։ Այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված ապրելակերպ, որը ներառում է ճիշտ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, հոգեկան առողջություն եւ բավարար քուն։ Ապրես շատ լավ էր։ Կեցես։ Մյուսները ինչու են ասելու։ Հա, Վահան ջան, օրինակ դու կիսվեցի ծնողների հետ։ Այո։ Եվ Ես իմ աշխատանքը ներկայացրի մայրիկիս, մայրիկս դպրոցական տարիներից հիշեց որոշ բաներ, սակայն ես լրացուցիչ տեղեկություններ հայտնեցի եւ նա շատ ուրախացավ։ Ահա, այսինքն ներկայացրեցի քո աշխատանքը եւ կիսվեցի մայրիկի հետ շատ պատրես։ Ուրիշ։ Իմ հայրիկը տառապում է շաքարախ հիվանդությամբ եւ ես նրան պատմեցի, թե ինչպես է առաջանում շաքարախ հիվանդությունը եւ պատմեցի ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլին հորմոնի մասին, որը շաքարի քանակությունը հաստատուն է պահում արյան մեջ եւ ովքեր տառապում են շաքարախ հիվանդությամբ ներարկվում են ինսուլին հորմոնով, որպեսզի շաքարի քանակությունը հաստատուն պահվի արյան մեջ։ Ահա, ապրես Արման ջան։ Բարձր եմ խորը ներսում եմ նստած, բոլոր գեղձերի ղեկավար դարձած։ Եթե խնդիր ունենաս ինձ հետ, կամ կաճես, կամ կդանդաղես, ասա ով եմ ես։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը հիպոֆիզի կամ մակուղեղի մասին է։ Ահա, նստիր։ Իսկ ինչ է հիպոֆիզ կամ մակուղեղ։ Արման ջան։ Մակուղեղը կամ հիպոֆիզը մերձատական գեղձ է, մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, ունի ընդամենը 0.5-ից 0.6 գրամ զանգված, այն կազմված է 3 բրդերից, այն նաև արտադրում է աճի հորմոնը, որը արգելում է մարդու բնականon աճը։ Նրա անբավարարության դեպքում առաջանում է մարդու մանկական հասակում թզուկություն, իսկ նրա գերարտադրության շնորհիվ առաջանում է հսկայություն, որի ժամանակ մարդու հասակը հասնում է 2.5-ից 2.6 մետր հասակի։ Իսկ այդպիսի մարդկանց մոտ շաբաթ տարիքում այդ հիվանդությունը եւ ձեռքին բերում անվանում է ակումեգայլը, որի ժամանակ համ քիթն է մեծանում բերանը, անգամ լեզուն, որի ժամանակ լեզուն այնքան է մեծանում, որ չի տեղավորվում մարդու բերանը։ Վահանոթը գեղձը գտնվում է պարանոցի արջևի կողմում, շնչափողից առաջ եւ արտադրում է 7 պարանակով թիրոքսին հորմոնը, որն ապահովում է օրգանիզմի բնական աճը, սիրտ-անոթային համակարգի գործառույթը, աճի եւ զարգացումը։ Մանկական ժամանակաշրջանում թիրոքսինի անբավարարությունից առաջանում է գաճաճություն հիվանդությունը, որը մարդու մոտ առաջացնում է լուրջ խնդիրներ եւ խանգարում է մարդու օրգանիզմի աճը։ Հասուն շրջանում
Թիրոքսինի թերգործառույթից առաջանում է լորզատույց հիվանդությունը, որը մարդու մոտ առաջանում է արծվսվածություն, դեմքի բութ արտահայտություն և հիշողության վատացում։ Գիտելիքները ամրապնդում ենք վենի դիագրամի միջոցով։ Հերթով մոտենում եք դրա տարտակին, դրացնում եք և նստում։ Անա, սկսի։ Հիպոֆիզ մակուղեղ, վահանաձև գերձ, ուրցագերձեր, յարդ, ենթաստամոքսային գերձ, մագերի կապներ, սեռական գերձեր։ Նշված գերձերից որն է վահանագերձը։ Երրորդը։ Ինչ գործառույթ չի իրականացնում արցունքագերձը, աչքի խոնավեցում, տաքացում, աչքի մանրէազերծում, սառեցում։ Սառեցում։ Ինչ գերձերի մակերիկանները։ Ներզատակը, Որ հորմոնի անբավարարության հետևանքի թզուկություն է, թիրոքսին, աճի հորմոնի, ինսուլին, ադրենալին։ Աճի հորմոն։ Որ հորմոնն է կարգավորում արյանի շարքերի քանակությունը, ադրենալին, ինսուլին, թիրոքսին, արծին։ Ինսուլին։ Որ գերձի մեծացումն է համարվում տեղային խփի, զոհ հիվանդությունը, ենթաստամոքսային գերձի, հիպոֆիզի, վահանագերձի, յարդի։ վահանագերձի, Մարդու օրգանիզմում որ գերձի արտադրած հորմոններն են կարգավորում մի շարք գերձերի աշխատանքը, վահանաձև գերձ, մագերի կամ, մակուղեղ, ենթաստամոքսային գերձ։ Մակուղեղ։ Մարդու մարմնում կան գեղձեր, տարբեր տեսակի գեղձեր։ Դուք հիմնական մասը հասկացաք, ես ուղղակի առանձնացրել եմ տերմինաբանությունը եւ քննարկել եմ Ընկեր Բալոյանի հետ, որ համեմատեք հայերեն արտահայտությունները եւ անգլերեն արտահայտությունները։ Glands դրանք գեղձերն են։ Endocrine եւ exocrine գեղձեր։ Exocrine-ը արտազատական գեղձեր, endocrine-ը ներզատական գեղձեր։ Տեսանյութի մեջ ինքը ներկայացնում է նրանց հիմնական տարբերությունները, the basic differences։ Salivary gland. These glands. Ուրեմն, հիմա եկեք նայենք liver, որը լյարդն է, եւ salivary glands, դրանք թքագեղձերն են։ Possess ducts, which help to transport their secretions to the place of their action. Ուրեմն, դրանք Such ունեն glands with ծորաններ։ ducts are called exocrine glands. Որ օրգանները ունեն ծորաններ, որ գեղձերը, դրանք exocrine արտազատական գներեք գեղձեր։ Ենթաստամոքսային գեղձը արտազատական, որովհետև ծորաններում գնում էր 12 մատը աղիք։ Հա, այդտեղ էլ ես առանձնացրել եմ արդեն բառերը, գնայեք։ Glands are called endocrine glands. Ասած, որ դրա համար կոչվում է ներզատական, Ես կկպցնեմ բառերը այստեղ, դուրս եմ բերել տերմինները, դուք կնայեք երեխաներ, հետո կհամեմատեք հայերեն տերմինների հետ։ Ստրեսի պահին արագ եմ օգնում, արեն ճնշումը կտրուկ բարձրացնում, օգնում եմ քեզ արագ վազես, բացվարվես, ու իմ անունը շատ լսես, դե ասեք ով եմ ես, որ հորմոնի մասին է խոսքը, ասա Հայկ։ Այդ հորմոնը ադրենալինն է, որը արտադրվում է մագերիկամների կողմից։ Մագերիկամները զույգ գերձեր են, որոնք գտնվում են երիկամների վերին մասում։ Նրանք կազմված են գեղվային եւ հիշուկային շերտերից։ Գեղվային շերտերը Պատկերացրեք, որ փողոցում հանրապետի հայտնվել եք վտանգավոր իրավիճակում։ Օրինակ ձեր վրա շուն է հարձակվել։ Բացատրեք, ինչ կկատարվի ձեզ հետ։ Ասարման։ Երբ որ շունը ընկնի մեր հետևից, մեր մագերիկամները կսկսեն արտադրել ադրենալին հորմոնը։ Օրգանիզմում կսկսի բարձրանալ արյան ճնշումը, կարողանա սրտի աշխատանքը։
հետաքրքիր բան սովորեցինք այսօրվա թեմայից։ Ինձ համար նորություն է, որ աճի հորմոնի մակարդակը բարձրանում է խորը քնի ժամանակ։ Դրա համար, որպեսզի մենք լինենք բարձրահասակ, պետք է քնենք։ Այսինքն լավ կազմակերպենք, Պետք է շատ քնենք։ Ահա, լսիր։